Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Սկսում ենք նոր վլոգ, այսինքն շարունակում ենք նախորդ վլոգը, կադրերը, որոնք հենց հիմա տեսնում եք, սրանք նախորդ վլոգի վերջին պահերն են։ Եթե հետաքրքիր է, թե ինչ տորթ է, բաղադրատոմսը, չափերը, ամեն ինչ գրված է, տեսանյութը կարող եք տեսնել, իսկ բաղադրատոմսն ու չափերն էլ գրված է մեկնաբանությունների բաժնում, դե ինչ, մենք շարունակում ենք մեր շաբաթ կիրակին։ Հեռախոսս դրել էի լիցքավորման, գնամ արդեն ընթրիքի ժամ է, հետո որոշել է այսօր մեզ խորոված հյուրասիրի, ինքը այնտեղ արդեն պատրաստությունն է տեսնում, Էլենս ներքևում, գիտեք, շատ բաներ չենք դնում, ինչ որ ուտելու ենք, ամենքից մի քիչ, որ բալկոնում նստենք, այստեղ էլ է լավ եղանակ, բայց չէ, բալկոնում արդեն դրած եք, նստենք այնտեղ Անուշ կանենք վաղնել, սրան կմաքրենք։ Ունենք սունկ, կարտոֆիլ ու ռիս։ Այդ ընթացքում ես էլ կնստեմ այս ճոճին, մի քիչ կճոճեմ, մինչև համ էլ վիդեո կսարքեմ։ Ահա, խորովածն արդեն կրակին է, երաժշտությունն է պակասում, բայց անջատել ենք, որ կարողանամ նկարել։ Էլենս էլ են այնտեղ բալկոնում արդեն ոնց որ սեղան է դնում։ Գնանք Անուշ անենք։ Իհարկե մենք ամբողջ ձմեռել խորոված արել ենք, բայց դե այս տաք եղանակին ուզում եմ այս խորովածի սեզոնը հայտարարեմ բացված այգում արդեն, որ արդեն կարելի է դրսում այնքան տաք է, որ այսինքն ուղղակի կարճ թևերով Վիտոն էլ ուղղակի մենակ ժիլետը հագե։ Ոյ, երբ որ եղանակը լավն է, մարդու տրամադրությունն էլ է բացվում։ Չնայած իմ տրամադրությունը միշտ բարձր է, բայց դե Սունկը կարտոֆիլը անգելիս խաթր, այսպես ասած։ Դրեցի քացը արդեն։ Ցավոց։ Ապանքվետը։ Արջ արդեն պատրաստ է քաշելու վախտան։ Սեղանի արդեն աղջիկներս պատրաստել են։ Իրես սոկը կվերցնեք բալ էստեղից։ Այսի վերջրու ես գտալ պատառաքաղները։ Դե ինչ։ Բարյախորժակ։ Սիրելիներս կերան կշտացանք, հավաքեցինք ու հիմա ուր ենք գնում։ Գնում ենք ծառերը էտելու։ Մտածում էինք վաղը, հետո հաց կերանք ու ընթացքում որոշեցինք, լավ, ինչքան որ կարողանանք, այսօր կանենք, մնացածը գործիքները բան ամեն ինչ կթողնենք, մնացածն էլ վաղը կշարունակենք, բայց դե Վիտոն դժվար թողի միջև վաղվան էլի գործը ինքը արդեն սկսել է, այսա շրջեմ տեսեք։ Այդ բանն է, յասաման է ու շատ ընդհանրապես 2 ճուղամ են տարի ինչ որ ծախում, որոշեցի մեկ լավ խորը էտենք, կտրենք, ինչ եղավ։ Գնացինք, այս խնձորը պետքա վերևից սենց լավ կտրվի, այս սրանք էլ, դեն գիլասները ինչքան կարողացանք աշունը կտրեցինք, այդ շանք էլ կարում են բարձր ճուղերին հասնենք, շարունակվում։ Մեր աշխատանքները, ես իմ պուճուր գործիքով, Վիտոն իր մեծ գործիքով, կտրում ենք։ Երեխեքն էլ պետքա գան հավաքեն ճյուղերը, ասել եմ գնացեք տակ հագնվեք, նոր եկեք։ Այն որ ասում են ձյունը հալվում է, տակից ինչ ասես դուրս է գալիս, հիշում եք ես իմ դուխի, պուճուրիկ պրոբնիկը, որ այս սենց լցնես մեջը ու անդադ հետդ մանտաս, այս տվել էի Անգելինային, միշտ իջ կուրկի գրպանում էր, հետո կորավ, փնտրում էի, ինձ հետևորդս խնդրել էր, որ ցույց տամ ոնց եմ լցնում, հետո այդպես չկարողացա ցույց տալ, ու հիմա ձյունը հալվել է, այստեղից գտնում եմ։ Փաստորեն Անգելինան եկել է այստեղ խաղացել է, ձնագնդի են խաղացել, քիչպանից ընկել է ու դեռ մեջն է դուխին, ու նույնիսկ ցանում է։ Այսինքն ընտանյոք հանդերձ գործ ենք անում։ Ես խաղում եմ կտրում։ Անգելինան հեծանի բավատանում։
Հերթով Gefühlt kleiner als der Baumstängel. Արի Այն հարևանը իր նման շուն ունեն, դրա համար իր նման գալիս։ Արի ես կողմ, արի ձակուկ, արի։ Ուզում են տանեն տրամպոլի մեջ, թաքնվելա, որ չտանեն։ Անգել ուզում է տանի հետը թրվռա։ Բայց գուշեք կարող է ջուր դուրս գա այն կողքերից, որտեվ հələ թաց է մեր անկյունները։ Հա։ Գնա։ Ահագին գործ արեցինք։ Սիրում է իր մուտը։ Բարի գարնանային մարտի մեկյան առավոտ բոլորի սիրելիներս, մի հատ նայեք, այս արևը որ ընկնում է, այս արդեն ամեն ինչ է։ Սենց որ ամեն օր արև է, արթնացել ենք, շատ գործ ենք արել այսօր։ Հիմա սուրճ մի հատ խմել ենք, հիմա մեր վաստակած երկրորդ սուրճն ենք խմում, այսքան վիտոն երևի երրորդն է։ Սուրճը խմեմ ու այս ծաղիկները գնանք ցանենք։ Սեք իշքան լավ եղանակա, ծիտիկները ծելվելում են, ծառերը բողբոջել են, երեք ամբողջը չհասցրեցինք, են հետևի ծառն ենք այտել, են մեկը, այս կողմինները, բայց դե հոգնել ենք։ Տենց, հիմա մի հատ սուրճ ենք խմում ու հետո մեր ավանդույթը չխախտելով, լավ սպասեք թեքեմ դեմքիս, տենց խոսանք։ Հա, ուրեմն ինչ էի ասում, նախ լավ, քանի սենց միացել եմ մի հատ, ուզում եմ նորից ողջունել բոլորիդ, շնորհավորում եմ բոլորիս մարտի 1-ի կապակցությամբ գարնան առաջին օրն է, ու տեսեք իշքան լավ գարնանային եղանակ է։ Ուզում եմ, որ բոլորիս մոտ, բոլորիս տներում, օջախներում, սրտերում ամենուր միշտ լինի տաքություն, ջերմություն, սեր, փոխադարձ հարգանք ու երեք պահի տակ ուղղակի երեկոյան որ նստած էինք այստեղ Վիտոյի հետ բան էինք անում, ուղղակի զրույց էինք անում տենց ու ամբողջ օրն էլ գործ արեցինք, հեսա որ տեղադրեմ տեսանյութը կտեսնեք ամբողջ ընտանիքով, հետո նորից խոսքով ու սենց այդ հուզառատ բաներով տեղադրեցի նկարը, որտեղ նստած սպասում ենք, որ Անգելինան վերևից իջնի, որ տորթը ուտենք ու բոլորիս ոչ մեկ նույնիսկ Զոյկան ցույց հետ նստած ձեռք չէր տալիս ոչ մի բանի, չնայած որ Անգելինան չէր ուտելու տորթից, ամեն դեպքում ինքը պետքա սեղանի մոտ նստած լիներ, որտեղ մենք ընտանիքով նստած էինք ու հա այդ պահին եկավ սենց որ գրառում արեցի ու այնքան ցավալի է որ ոչ բոլորն են հասկանում, համոզված եմ որ շատ-շատերն են հասկանում ընտանիքի իմաստը ու ուրախ եմ դրա համար, բայց ոչ բոլորը ցավոք ու հենց այդտեղ գրառումը արեցի որ ընտանիքը մի տանիքի տակ հավաքված մարդկանց բազմությունը չի ընտանիքը այն է երբ որտեղ որ հացը չեն սկսում ուտել, եթե ընտանիքում բացակա կա, որ մեկը մեկի մաքսին հոգ են տանում, ուրախանում են մեկի ուրախությամբ, տխրում են մեկի տխրությամբ, երբ որ մեկը ընտանիքում մեկը կարևոր չի հայրն է, մայրն է, քույրը, եղբայրը, երբ որ դժվարություն ունի, դժվարությունը բոլորինն է, երբ որ հայրը ինչ որ բանում ձախողում է, ինչ որ խնդիր ունի, դա նաև մայրիկի խնդիրն է, ոչ թե ասում է դու գնա քո խնդիրները լուծի, այլ ասում է մենք կլուծենք միասին այդ խնդիրները, երբ որ ընտանիքում դժվարություն կա, խնդիր կա,
տարաձայնություն կա, ոչ թե դուռը պետքա շղկացնել ու դուրս գնալ, այլ պետքա դուռը ներսից փակել ու տան ներսում լուծել այդ խնդիրը, հարթել, որովհետև ընտանիքում իհարկե առողջ մթնոլորտում միշտ է լինում են տարաձայնություններ, միշտ լինում են մի քանի կարծիքներ, դա շատ լավ է ու պետքա ուղղակի լավ արդյունք տալ, այսինքն քննարկել ընտանիքով, նստել, քննարկել, լսել բոլորի կարծիքը ու գալ ընդհանուր հայտարարի, կարևորը վերջում ընդհանուր հայտարարի գալն է, ոչ թե ինչ-որ մեկին միշտ ճնշելով, ինչ-որ մեկի խոսքը պետքա միշտ անցնի, այլ պետքա իհարկե ընտանիքում պետքա բալիկները, պետքա հարգել մեծի կարծիքը, բայց նաև լսել փոքրին, որովհետև հիմա այնպիսի դարում ենք ապրում, որ փոքրերը որոշ դեպքերում ավելի շատ բան գիտեն, ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում, բայց հենց այդ է ընտանիքի ջերմություն, հենց այդ ընտանիքը, երբ որ ամեն ինչ յուրաքանչյուրի կարծիք հաշվի առնում, յուրաքանչյուր մեկը սկսած մեծից, վերջացրած այդ ամենափոքրիկով ունի ազատ խոսքի իրավունք, ազատ արտահայտվելու իրավունք, իհարկե չանցնելով իր սահմանները, ճանաչելով իր սահմանները, իսկ այդ սահմանները մենք պետքա ուղղակի փոքրուց երեխեքին սովորացնենք, այդ հարգանքն է, իմ համար այն չի սահմանը, որ դու փոքր ես, դու սուս մնա, չէ, որ պետքա հարգել ծնողի կարծիքը, մեծի կարծիքը, պետքա իմանալ ինչպես խոսել, կարծիք էլ կարելի է արտահայտել, բայց իհարկե չվիրավորելով մամային, պապային կամ մեծ քրոջը, եղբորը, խոսքով ու ընտանիքը այնա, երբ որ ասում եմ, երբ որ մաման հիվանդ է, պապան ամբողջ գիշեր նստում է անկողն ու կողքին, մաման, պապան թե է պատրաստում մամայի համար, նույնը ընտանիքի բոլոր անդամների, չգիտեմ, այդ այնքան մի հատ sense նուրբ բան է ու ի վերջո ինչքան մեծանում ես, հասկանում ես, որ կյանքում կարաս շատ բան ունենաս, կյանքում կարաս ունենաս, փողով կարող ես շատ բան գնել, բայց ընտանիքը, այդ սերը, ջերմությունը, փոխադարձ հարգանքը, հենց այդ իմաստալից այդ ընտանիքը չես կարող փողով գնել ու գալիս է, ինչքան մեծանում ես, ինչքան կյանքումդ օրերը ավելանում են, այնքան հասկանում ես, որ տունը, մեքենան, դղյակները, պալատները, աշխատանքը, լավ բիզնեսը, դրանք ամեն ինչ ոչինչ է, երբ որ չունես ընտանիք, որովհետև չունես իսկական ընտանիք, որովհետև ի վերջո հասկանում ես, որ ընտանիքն է քո կյանքի միակ ձեռքբերումը ու եթե դու ձախողել ես այդ հարցում, ուրեմն ձախողել ես ամբողջ կյանքում, եթե չունես լավ ընտանիք, չգիտեմ ու այդ ամեն ինչը միակողմանի չի լինում, իհարկե կնոջից շատ բան է կախված, կնոջից շատ իրոք կինը շատ մեծ դեր ունի ընտանիքի հարցում, ընտանիքի խաղաղության, ջերմության, փոխադարձ սիրո հարգանքի հարցում, բայց դե այս կյանքում ոչ մի բան միակողմանի չի լինում։ Այդպես սիրելիներս, այս լավ խոսքերով էլ ուզում եմ իմ համար Գարնան առաջին օրը այսպես եկավ, հասավ որպես ընտանեկան տոն, որպես ընտանիքի սիրո ջերմության տոն ու ուզում եմ, որ բոլորդ ունենաք այդ իսկական ընտանիքը սիրելիներս։ Հա, իսկ ես ինչ էի ասում, ինչ պետք է ասեի, որտեղից հասա, ամեն դեպքում գիտեմ, որ սիրում եք իմ կարծիքը, չեմ ասում խորհուրդները, դրանք զուտ իմ կարծիքն է, որը կարծում եմ շատ շատերի հետաքրքիր է ու շատ շատերն եք դրանից այսպես դասեր քաղում։ Սիրելիներս, հա, գնում եմ հիմա աճարական խաչապուրու խմոր պատրաստեմ, աճարական խաչապուրի ենք ուտելու, այսօր Գարնան առաջին օրով, դե հիմնականում ձու կանաչի լավաշ, բայց քանի որ մենք լավաշ չունենք, կարող է թխել, բայց դե ոչինչ, մենք կուտենք աճարական խաչապուրի, դրսում լավ եղանակ, այստեղ սուրճ կխմենք, ծաղիկներս կցանեմ ու հետո հայի դեպ այսօր երեք իմ հորաքրոջ տարեդարձն էր, քանի որ այս տեսանյութը արդեն դե նույն տեսանյութում է, իմ Հայկուշ հորքուրիս, իմ սիրելի, իմ արև, իմ կյանք, այն աշխարհի ամենաբարի մարդը, եթե կա աշխարհում այդպիսի էակ, այդ իմ հորքուրն է, ոչ ոքի կյանքում չնեղացրած, ոչ ոքի թթու խոսք չասած, շատ բաների միջով անցած, կյանքում շատ բաներ հաղթահարած, բայց լուռ ու մունջ, իհարկե ես չեմ պրոպագանդում, հիմիկվա կանայք չեն կարող այդպիսի լուռ, հնազանդ հարս, հնազանդ սիրված կին, հնազանդ մայր, շրջապատի համար, բոլորի համար ու ցանկանում եմ հորքուրիս տեսակ, այն չգիտեմ շատ եմ ասել, որ ինձ նմանացնում են հորքուրիս ու ես դրանով մենակ հպարտ եմ, երբ որ ասում են հորքուրն ես, մանավանդ երբ որ մազերս կառը էր կտրած, ասում էին Հայկուշ հորքուրը, որ գնացել էի Հայաստան, հորքուրը ժամանակ այնտեղ չէր, հորքուրը շատ դժվարությունների միջով անցավ, հաղթահարեց քաղցկեղը ու ուզում եմ, որ երկար ապրի, որովհետև իմ հորքուրը այնքան նման է մամայիս, այնքան ու իրանք այնքան լավ մտերիմ ընկերուհիներ էին, որովհետև որ մաման հարս է գնացել, հորքուրը դպրոցական է եղել դեռ ու
ու այսինքն 8-րդ 9-րդ դասան ա եղել ու իրենք ընկերուհիներ են եղել իրար շատ լավ ընկերուհիներ ու մինչև վերջել ու հորքուրը միշտ հիշում ասում է ամեն տարի միշտ ծննդյանս օրը գիշերը առաջինը իմ հարսն ա շնորհավորել ու այս 2 տարի ա այնքան ցավալի ա որ ասում է այդպես չի բայց դե մենք բացը լրացնում ենք առավոտ շուտ 3 զանգեցին գրուպայով բոլորս են որ տեղ չկար էլ WhatsApp-ի էջին մենք բոլորս գույրիկներով պապաս հոպարներս արթնացրինք քնից շնորհավորեցինք ու ուզում եմ որ հորքուրս առողջ լինի երկար ապրի հորքուրս այդ 60-ամյակը դու 60 տարեկանի ոչ տեսք ունես ոչ այսպես չգիտեմ միշտ երիտասարդ ես մեր համար միշտ մեր 60 տարեկան փոքր հորքուրն ես ուզում եմ որ երկար ապրի առողջ լինի հորքուրս երկար ապրի որ մենք շատ երկար վայելենք նրա ներկայությունը ու ուզում եմ նաև շնորհավորել բոլոր նրանց ովքեր ծնվել են 3 այսօր կամ 29-ին ովքեր այսօր են նշում իրենց ծնունդը իսկ այսօր մարտի 1-ին նաև հորեղբորս թորնուհու Մերյանայի տարեդարձն է Յանուլես ծնունդը շնորհավոր հորքուրի կյանք անսահման երջանկություն եմ ցանկանում քո ամենասիրուն տարիքն է այն ամենալավ են թինեջերական 14 տարեկան է դառնում ուզում եմ որ երջանիկ լինես ու ես միշտ ասում եմ իմ երեխեքին էլ եմ ասում ու գիտեմ որ դու էլ ես իմ երեխեն ինչ տարբերություն իմ համար իմ աղբոր երեխեն ասում այս ձեր ամենալավ տարիներն է այս ձեր տարիներն է երբ որ դուք ունեք այդ դատարկ տուփը ձեր ձեռքին ու պետքա լցնեք ինչով լցնեք հետո որ բացեք ժամանակը գա այդ եք ունենալու այնպես որ պետքա լցնեք գիտելիքով, գիտությամբ, խելքով, մտքով, լավ գաղափարներով, լավ բաներով, սիրով ու ջերմությամբ, հարգանքով, որպեսզի հետո երբ որ ժամանակը գա ու դուք պետքա բացեք այդ տուփը, մեջը դատարկություն չլինի։ Սիրունս ծնունդդ շնորհավոր։ Ուզում եմ որ երջանիկ լինես, կարևորը առողջ ու երջանիկ ու կյանքում գտնես քեզ արժանի քո տեղը։ Այդպես սիրելիներս, դե լավ, գնամ սուրճը դնեմ ու հա չխմոր անեմ, նոր կամ սուրճ դնեմ։ Գնացինք, դե ինչպես ասացինք, այսօր ավանդույթները չխախտելով, աճարական խաչապուրի ենք ուտելու, խմորն արդեն պատրաստ է, այստեղ էլ հանել եմ արդեն կարագը, պանիրը, ձուն հեսա կհանեմ, խոսքով լավ գնդեմ, նոր մնացածին անցնենք։ Հերջ, ամեն բան պատրաստել եմ, սկսում ենք։ Ահա, են դրանք, որոնք որ ոչ պանրով է, լցնում եմ մեջը պանիրը, երկու կողմից փակում եմ, հեսակ անեմ, ճիշտ է, կաշկանդակի նման, բեռաշկի նման, այսենց փակում ենք, ենք անում, որ այս տակի մասը մի քիչ հաստոտ լինի, լավ փակում ենք, հետո արդեն շրջում ենք, կտրվածք ենք անում, տեղափոխում եմ այն ամանի մեջ, որի մեջ թխելու եմ ու այսին սերքերով այսինս բացում, տեղափոխեմ, դա ցույց։ Սրանք Ալենին ու Զոյկայինն է, իրանք փոքր են ուզել, այստեղ կարագ է։ Իսկ Էլենը այս կողմում աճարական չի ուզում այս պահին ուտի ու այս կողմում աղցան է պատրաստում, այստեղ խառը բաներ է, ռուկոլա, խառը կանաչեղեն դրել է աղաջրի մեջ, այստեղ էլ հավի կրսկամիս է, վերջնական տեսքը կկիսվի մեզ հետ։ Ու այս մեկը Էլենի գունդն է, մեկ Անգելինայի, դե Անգելինան դեռ քնած է, Էլենը չի ուզում ուտի, հաց կթխենք, այստեղ էլ մի հատ հացի գունդ ունենք, Էլենը որոշել է թեթև սնվի, այսինքն թեթև է միշտ սնվում, բայց չի ուզում այս անգամ առավոտը տենց ծանր ուտելիքով սկսի, Զոյկայի աղցանն է, հավի կրսկամիս, կանաչեղեն, անուշ լինի Զոյ։ Merci. Ուրեմն բերել եմ այստեղ բան անեմ, ցանեմ լիլիաներս ու պետքա շատ զգուշ լինեմ, որովհետև տեսեք սրանք կակաչներն է, որ գլխիկները հանել են, կակաչ չգտա այդպես էլ արդեն ուշ է կակաչի համար, ոնց որ դրա համար չկար։ Ասեք այստեղ ունեմ քանի հատ կան։ Հիմա 10 հատ է մեջ, 10 հատ սոխու կա, ամեն մեկի մեջ 5 հատ կդնեմ։
ու այդ ամենահամեղ հացով հաց, պանիր, ռուկոլա ու լոլիկ եմ տանում ամուսնուս, այս մեկը իմնա գաուդայով, իրանը սովորական սպիտակ պանիրով, իր ամենասիրելի տնական, սա ավտոտնագից էլ ջուր կտամ, վերջ, շլով սորնա այստեղ մնում, ուրեմն նշնիվար ես անգելը ձերն ես ապաչում եմ, ասում է ինչ ամով է, մեն արդնացավ անգելինան ու ասես չէ, ես չեմ ուզում աջարական խաչապուրի, իմ ու Էլենի խմորը միացրու իրար ու իսենց պիցա սարքի, իսենց իրանց համար սոուսով, պանրով, այո պանրով, չասեք բան սենց, ես արդեն շատ բազմիցս գրեցի ու ասեցի, որ անգելը կատնամթերքից չի հրաժարվել, ուղակի միայն մսից, fast food-ից և քաղցրավենիքներից, իսենց, անուշ թիմի, կեզ էլա դուր գալիս ալ, հատրեզ եկայ դեմք, համո վազոյ, բաղնի կտանուր, Սիրելիներս, դե իսկ ընթրիքի համար որոշել եմ հավով ապուր պատրաստել, ճաշ այսպես ասած, սոուս կամ սոուս չէ, մենք ենք սոուս ասում, բայց դե հասկանում ենք, որ սոուս չի, հավով ապուր, այս հավը արդեն 2 ժամ մնացել է աղաջրի մեջ, հանել եմ, ինչքան հնարավոր է մաշկատել եմ, հիմա այս դե ընթացքում այս յուղերն է կտրատելուց կհանեմ, մեզ հարկավոր են ամենապարզ ճաշն ենք եփում, հավ, կարտոֆիլ, սոխ, որը մեծ եմ կտրատելու, որ սենց 2 կարող որ հետո հանեմ, որ հա գիտեք ամուսինս չի սիրում, չընկնի իր ատամի տակ, տոմատի մածուկ, մաղադանոս, կարակ, այստեղ կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, ռեհան, ցիտրոն, այս սրանք ընթացքում, իսկ պետրուշկան վերջում, հիմա ինչ եմ անելու, այս լավ կտրատում եմ, ուշից բարձր թավայի մեջ եմ եփում ես այդ ճաշը, կարակով, 2 կողմից մի փոքր տապակում եմ հավը, չեմ խաշում, մի փոքր տապակում եմ, այտենց ամենահամեղն է լինում ու չասեք, բակ հապը դուրս է գալի, ինքը թողել եմ արդեն 2 ժամ աղաջրի մեջ, ինչ որ կա դուրս է եկել, իսկ մնացած ինչեր որ դուրս կա, այդ իր սպիտակուցն է ու մեզ շատ անհրաժեշտ է, կտրատենք ու ցույց կտամ ընթացքը, վերջ, սենց, պատրաստ է, եթե ուզում եք կարող եք ինչ-որ մակարոնեղեն, բրինձ, ինչ-որ մի բան ավելացնել, բայց ես սենց ավելի խաշլամայի նման եմ պատրաստել, սենց քիչ ջրով, ավելի ու քիչ տոմատով էլի, որ ավելի օգտակար լինի, կամ էլ ոչ վնասակար, գոնե, դե քրենքսել եկան, մի հատ սուրճ կխմենք,